Բարև ձեզ թանկագին բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, եթերում աշխարհաքաղաքական զարկերակն է։ Վերջի շաբաթը, ընթացիկ շաբաթը եղել է շատ հագեցած, տարբեր տիպի աշխարհաքաղաքական զարգացումներով։ Բնական է մեզ առաջին հերթին հետաքրքրում է Ադրբեջանի քաղաքականությունը, այնտեղ ընթացող գործընթացները։ Վերջի օրերին նույնպես հակահայկական կեցվածքը, Արցախաատեաց քաղաքականությունը գրքին դրսևորվեց Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով։ Այստեղ իհարկե հատուկ ուշադրություն պետք է դարձնենք Իլհամ Ալիևի կողմից արված մի շարք հայտարարությունների։ Այսպես Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հիմա Հայաստանը պետք է ճանաչի պաշտոնապես, վերջնականապես Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ըստ նրան ժամանակին Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ, հիմա պետք է նույնը բացեիբաց եւ հրապարակային ձևով հայտարարեն, բայց ասեն, որ Ղարաբաղը Ադրբեջանն է եւ վերջ։ Ավելին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կարելի ասել կրկնել է, որ Ղարաբաղը դա Ադրբեջանի ներքին գործն է, որևէ մեկի հետ իրենք ընդհանրապես հաշվի չեն նստելու, չեն խորհրդակցելու, խոսելով Ղարաբաղի մասին։ Ինչ որ կերպ անպատվել է նաև Արցախահայությանը, մեր պետական այրերին, նախկին ղեկավարներին, նշելով, որ բոլորը փախել են որպես վախկոտ շներ, այսպիսի կարշելի զզվելի ուրեմն բարակազմ է օգտագործել, ինչը մենք պետք է հաշվի առնենք անկախ ամեն ինչից, եւ հայտարարել է, որ Արցախահայությունը ունի ընդամենը երկու ընտրություն, կամ ընդունում են Ադրբեջանի դրոշը, դրոշի տակ ապրելու հնարավորությունը, կամ թողնեն եւ գնան։ Սա ոչ այլ ինչ է, քան նացիստական քաղաքականություն, բռնի տեղահանումների քաղաքականություն, ատելության, շովինիզմի քաղաքականություն։ Աշխարհը ինչպես միշտ լուր ու մունջ է, կույր է, խուլ է, անտարբեր գտնվեց այս ամենի ներքո։ Սա ոչ այլ ինչ է, քան իսկապես 30-ական թվականների նացիստական Գերմանիայում իշխող կուսակցության վեհաժողովների ժամանակ հնչեցված գաղափարները։ Մենք պետք է սա լավ պատկերացնենք, հասկանանք իրական իրավիճակը եւ համառորեն կանգնենք մեր դիրքերում։ Հնարավորություն կա Արցախը փրկելու։ Տեսեք, նույնիսկ Ադրբեջանը եւ Թուրքիան քաղաքականացնում են, ինչպես մենք բազմիցս նշել ենք, նաեւ մարդասիրական երևույթները։ Օրինակ, ներկայիս շաբաթվա սկզբին մենք գիտենք, որ Երևանում տեղի ունեցել ծանրամարտի առաջնություն։ Եվ այնտեղ թուրքական ներկայացուցիչները զբաղեցրել են առաջի տեղը, երկու աղջիկ, ինչ են գրել դրա մասին եւ իր արձանգակ է տվել Ալիևը եւ իր կինը, որ սա բոլորի հաղթանակն է, թուրքական աշխարհի, Ադրբեջանի հաղթանակն է եւ այլ, այսինքն նույնիսկ այս փոքր բաներն են, թվում է թե սպորտը պետք է միացնի մարդկանց, այնտեղ չպետք է լինեն տարբերություններ, բայց այս երկիրը հայատյացությունը այնքան է խորը, որ նման զարգացումներ են տեղի ունենում։ Անցած մի քանի օրերի ընթացքում գրքին ակտիվացավ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման։ Ադրբեջանի կառավարության երիտասարդ մի խումբ է ձևավորվել, որոնք պետք է քարոզեն աշխարհով մեկ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի կարևորություն։ Հիշեցնեմ, որ Արևմտյան Ադրբեջանը ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքն է Երևան գավառակենտրոնով։ Իմիջիալոց այս երիտասարդ կամավորները, որոնք պետք է քարոզեն Արևմտյան Ադրբեջանի մասին, նրանց մի մասը կանգնած են նաև այս Շուշիի հատվածում փաստորեն Արցախը ենթարկելով պաշարման եւ շրջափակման, այսպես կոչված էկոակտիվիստների շարքում է։ Եվ շատ հետաքրքիր է, թե ադրբեջանցիները ինչ են մտածում, եթե նրանք կարողանան վերադառնալ կամ գրավեն Արևմտյան Ադրբեջանը։ Վերջերս եղավ նաև այդպիսի մի հարցազրույց, որտեղ փաստորեն նրանք նշում են, որ գալու են ամեն ինչ ավիրելու են, ադրբեջանական անվանումներ են դնելու, ոչ մի հայկական բան չի մնա։ Պետք է այս ամենը շատ լավ պատկերացնենք։ Ապրիլի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահը ընդունել է Իսրայելի արտգործնախարարին Էլի Կոհենին, որը այցելել է Բաքու, հանդիպումներ է տեղի ունեցել այնտեղ, ավելին երկու երկրների կառավարությունների համատեղ այսպես նիստ է տեղի ունեցել, նրանք ունեն համատեղ մի այսպես մարմին,
կառավարությունների, որոնք երկկողմ հարաբերություններն են զարգացնում եւ բավականին ակտիվ է անցել այդ ամենը։ Իհարկե, նման զարգացումները չեն կարող անպատասխան մնալ մի շարք երկրների կողմից, առավել եւս, որ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանում կրկին հնչեցվեցին հակաիրանական տարբեր ուրեմն գաղափարներ։ Այսպես Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահ Շուքր Փաշազադեն նշեց, որ Իրանը Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում, սատարելով Հայաստանին։ Շատ հետաքրքիր զարգացում տեղ ունեցավ կրկին մարդասիրական ոլորտում, բայց աշխարհաքաղաքական շատ ընդգծված երանգով։ Ուդինները, մենք գիտենք ովքեր են ուդինները, դա աղվանքի, կովկասյան աղվանքի, չէ, այդ 26 ցեղերից մեկն են, որոնք ընդունել են քրիստոնեություն, հայկական եկեղեցու ուրեմն մաս էին կազմում։ Բայց Ադրբեջանի ճնշմամբ նրանք օրինակ Սուրբ Զատիկը արդեն ուղղափառ եկեղեցու կանոններով են անցկացնում եւ նույն օրը եւ Ուտկաշենում նրանք անցկացրեցին ուրեմն իրենց Սուրբ Զատիկը։ Բնական է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց կտրեն հայկական այդ ժառանգությունից, մշակութային, այդ կապերից, ավելին այդ ուդիները, եկեղեցիները բոլորը այսպես կոչված վերանորոգման են ենթարկել, ջնջվել է բոլոր հայկական գրառումները, այն դարձվել է ընդհանրապես անհասկանալի մի երևույթ, բայց միայն սա չէ, ժամանակին այդ ուդեական քարտը խաղացվել է նաև Ադրբեջանի կողմից։ Մենք գիտենք, որ այդ այսպես կոչված ուդինական քրիստոնյաները, որոնք ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ, ուդիների հետ, դա Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության գործակալներ են, այցելում էին Դադիվանք, այցելում էին Ծիծեռնավանք, այնտեղ ինչ որ տոնակատարություններ էին անում, որպեսզի յուրացնեն հայկական ժառանգությունը, բայց դա սկսվել է շատ ավելի վաղուց, դերևս մինչև երրորդ պատերազմը, չէ, 20 թվականի, մոտ 15-20 տարի առաջ այդ ուդիները այսպես կոչված նույն մարդկանց ընդգրկմամբ այս հոգևորական առաջնորդը այսպես կոչված երևում է նաև այս բոլոր դրվագներում այցելել է նաև Սուրբ Աղթամարի վանքը եւ ներկայացել այն որպես ուդինական։ Պարզ է, որ սա աշխարհաքաղաքական երևույթ է եւ չի բացառում, որ ուդեական եկեղեցին Կոնստանտինոպոլսի պատրիարքության կողմից, որը գտնվում է լրիվ Թուրքիայի վերահսկողության տակ, ստանա ինչ որ անկախ եկեղեցու կարգավիճակ, սա էլ չի բացառում։ Անցած օրերին նաև վանդալիզմի հերթական դեպքն է տեղ ունեցել Բաքվում, ռուսական գերեզմանոցն է պղծվել։ Ասեն, որ սա առաջին դեպքը չէ, ընդհանրապես ռուսական ուղղափառ քրիստոնեական գերեզմանոցները պարբերաբար պղծվում են։ Այդ թվում նաև հունականը։ Բաքվում կար նաև շատ մեծ ժամանակին հունական մարտաճար, որը քանդվել է, ոչնչացվել է, դրա տեղը մի անշուք ինչ-որ շենք կա կանգնած։ Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել նաև Թուրքիայում, այսպես Ստամբուլում տեղի ունեցավ թուրքական ավիակիր Անադոլուի հանրայնացումը, ինչը թույլ տվեց մարդկանց այցելել այդ ավիակիրը։ Ասեն, որ այդ ավիակիրը բացառիկ է, սա երևի աշխարհում առաջին թեթև ավիակիրն է։ Այնտեղ կան եւ ուղղաթիռներ այդ ավիակիրի վրա, եւ բայրակթարներ, եւ տարբեր տիպի զենք։ Ինչի է սա արվում։ Երկու նպատակ կա։ Մեկը ցույց տալ աշխարհին, որ Թուրքիան հզոր է, այսպեսի զենքեր ունի, մյուսն էլ ներքաղաքական գործընթացներում Էրդողանի վարկանիշը բարձրացնել, ցույց տալ, որ տեսնում եք ինչքան հզոր է Թուրքիան եւ Էրդողանը, որ նման քաղաքականություն է վարում։ Խոսելով Թուրքիայի ներքաղաքական կյանքի այդ ընտրությունների գալիք, ոմանք կարող են մտածել, որ եթե Էրդողանը պարտվի, հաջորդ այսպես կառավարությունը կարող է լինի ավելի մեղմ։ Դա այդպես չէ։ Այսպես օրինակ ամենահզոր ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները իրենց հարցազրույցներում մասնավորապես հայտնել են, որ եթե իրենք գան իշխանության, Ադրբեջանը կրկին լինելու է իրենց համար կարևորագույն գործընկեր եղբայրական երկիր, որովհետև նրանք մի ազգ են, երկու պետություն եւ պետք է ձգտեն, որպեսզի դառնա մեկ պետություն։ Սա է իրավիճակը։ Վերջին մի քանի օրերին նաև հայտարարվել է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն է հայտարարել մոտ 260 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերելու Թուրքիային, որպեսզի F-16 կործանիչները վերանորոգվեն, մոդեռնիզացվեն։ Սա էլ է շատ ոչ լավ մեզ համար զարգացում, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։ Խոսելով ԱՄՆ-ի մասին, ասեմ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը այցելել է Վիետնամ, տեղի ունեցել հանդիպումներ Վիետնամի ղեկավարության հետ, փորձել են երկու երկրները ել ավելի խորացնել իրենց կապերը։ Բնական է, սա առաջին հերթին ուղղված է Չինաստանի դեմ, որովհետև Վիետնամը
պատմական, այսպես Չինաստանի հետ խնդիրներ ունի։ Դժվար է ասել ինչով դա կվերջանա, այնուամենայնիվ Վիետնամը ունի իր քաղաքականությունը, բայց հավասարակշռվածությունը այդ երկիրը պահում է։ Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Ուկրաինայում։ Բնական է, պատերազմը շարունակվում է, ավերվածությունները կան, աննախադեպ են, բայց Ուկրաինա այցելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, հանդիպեց Զելենսկու հետ, քննարկեցին տարբեր հարցեր եւ հնչեցվեցի մի շարք գաղափարներ։ Այսպես Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արդեն պետք է ընդունի Ուկրաինան իր կազմի մեջ, որ ժամանակն է պատմական որոշումներ ընդունելու, հավելելով, որ Ստոլտենբերգի այցելությունը Ուկրաինա վկայում է, որ կարող է լինել պատմական ինչ-որ որոշումներ։ Ասեն, որ նաև Զելենսկուն կանչել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Վիլնյուս, որը տեղի կունենա այս հուլիսին։ Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան նաև Չինաստանում։ Չինաստանի պաշտպանության նախարարը այցելեց Մոսկվա, հանդիպեց Շոյգուի հետ, հանդիպեց նախագահ Պուտինի հետ։ Եվ շատ հետաքրքիր հանդիպում է եղել։ Լի Շանֆուն, պաշտպանության նախարարը Չինաստանի հայտարարեց, որ սա իր առաջի այցելությունն է որպես պաշտպանության գերատեսչության ղեկավար արտերկիր եւ հենց առաջի այցելությունը Ռուսաստան է։ Այո, նա մի քանի ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնին։ Եվ նա հավելել է, որ նաեւ Սի Ցզինպինը Չինաստանի ղեկավարը, երբ որ ընտրվել է Չինաստանի ղեկավար, առաջի այցելությունը կատարել է Ռուսաստան եւ վերընտրվելուց հետո նույնպես առաջի այցելությունը Ռուսաստան։ Սա ցույց է տալիս, որ երկու երկրները իսկապես խորացնում են իրենց հարաբերությունները եւ ձեռք է բերվել մի շարք կարեւոր պայմանավորվածություններ խորացնելու ռազմաքաղաքական իրենց հարաբերությունները։ Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Իրանում։ Հայտնի դարձավ, որ Իրանը պաշտոնապես հրավիրել է Սաուդյան Արաբիայի թագավորին այցելել Իրան։ Սա աննախադեպ զարգացում է եւ իսկապես մենք ձեզ հետ ենք խոսել այդ ամենի մասին։ Նոր, այսպես աշխարհակական քարտեզ է, կարծես թե ուզում ձևավորվի տարածաշրջանում։ Բացի դրանից նաեւ իրանական անվտանգության ոլորտի ներկայացուցիչները այցելել են Իրաքի Քրդստան, հանդիպել այնտեղ Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ եւ քննարկել սահմանը Իրաք, Քրդստան այդ հատվածը, քրդական հատվածը Իրանի սահմանին էլ ավելի ամրապնդելու։ Մենք սրա մասին էլ ենք ձեզ հետ խոսացել։ Շատ հետաքրքիր զարգացում է։ Իրանը նաև վերջին օրերի ընթացքում կրկին նոր զինատեսակներ փորձարկեց, հաջողությամբ եւ ներկայացրեց այն։ Օրինակ Ստադիդ 365 հրթիռը շատ հզոր, ինչպես նաև մի շարք անօդաչու թռչող սարքեր։ Ավելին Իրանի նավատորմը նաև շատ մի կարևոր միջոցառում շքերթ կազմակերպեց Կասպից ծովում, այսպիսով ցուցադրելով իր ներկայությունը այստեղ։ Կարևոր քայլեր է ձեռնարկում նաև Սիրիան, այսպես Բաշար Ալ-Ասադը, նախագահը Սիրիայի, ընդունեց Դամասկոսում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին։ Շատ ջերմ մոտավորում անցավ այդ հանդիպումը եւ կրկին վերհաստատեց, որ Սիրիան պետք է ռեինտեգրվի արաբական աշխարհ։ Շատ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան նաև Թայվանում։ Այսպես մի շարք եվրոպացի տարբեր այսպես երկրների ներկայացուցիչներ կրկին սատարեցին Թայվանին, հանդիպումներ ունեցան, ելույթներ ունեցան եւ Թայվանի արտգործնախարարությունը այս ամենը դրեց իր կայքեջում Twitter-յան, խոսում էին, որ անթույլատրելի է Չինաստանը ինչ-որ բանով նեղացնի Թայվանին, որ աշխարհը կանգնելու է Թայվանի կողքը։ Հիշում եք 44 օրյա պատերազմի նախորդին եւ պատերազմի ժամանակ այսպիսի մի քայլ չեն արել նույնիսկ պետական մակարդակով։ Ասեմ, որ այս շաբաթվա ընթացքում Թայվան այցելեց նաեւ Ֆրանսիայի ազգային ժողովի պատվիրակությունը եւ այնտեղ հայտարարվեց, որ եթե Թայվանի հետ մի բան պատահի, սա լինելու է համաշխարհային ողբերգություն։ Այս ամենը տեղի ունենում Մակրոնի այցելությունից հետո։ Երբ որ Մակրոնը այլ բան էր ասում, Ֆրանսիայի պատգամավորները լրիվ այլ բան։ Իհարկե այս ամենը չի կարող չազդել Չինաստանի քաղաքականության վրա եւ երբ որ անլուրջ են վերաբերվում գերտերությունները մեկը մյուսի նկատմամբ, սա երբևիցե լավ բանի չի բերում։ Հետաքրքիր զարգացումներ տեղ ունեցան նաեւ Սոմալիլենդում։ Հիշում եք, մենք ասել ենք, որ Ամերիկայի պետդեպը հորդորել է Սոմալիլենդին իրականացնել նախագահական ընտրություններ, հիմա Սոմալիլենդի նախագահը հանդիպում է ունեցել մի շարք պետությունների, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Եվրոմիության պաշտոնյաների հետ առցանց եւ խոստովանել է, որ կլինեն նախագահական ընտրություններ։ Իսկ մեր մի այլ չճանաչված երկիր Աբխազիան
կարևոր քայլ է արել կենտրոնական Ասիայում, Դուշանբե ժամանեց Աբխազիայի պատվիրակություն եւ քննարկել են տարբեր ծրագրեր, մասնավորապես տնտեսական հարաբերությունների զարգացում երկու երկրների միջև եւ ըստ աբխազական կողմի Տաջիկստանը շահագրգռված է, որպիսի, ասենք, գյուղատնտեսության որոշ ապրանքներ եւ արտադրություն Աբխազիայի ներկայացված լինի Տաջիկստանում։ Այսպիսին են, թանկագին բարեկամներ, մի շարք կարևոր իրադարձություններ, պետք է ուշով հետևենք, վերլուծենք, հասկանանք, ներկայացնենք ձեզ, որպեսզի ավելի պատրաստ լինենք։ Մնացեք բարով, Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։